Հարտիրոջը, սիրելի ասաժողովուրդ, կուզեի ամփոփել եղբայրների խոսքը, ընդհանրացնել եւ ասել, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկիր գալով, իր ծնունդով, կարելի ասել մարդկությունը երկու մասի բաժանվեց։ Մի մասը, որ սիրեցին նրա հայտնությունը, ինչպես քիչ առաջ եղբայրներն ասին, մյուս մասը, որ մերժեցին։ Ինչպես այդ մասին, իհարկե ժամանակի առումով այդ բոլոր տեղերը չեմ ընթերցի, ինչպես այդ մասին Մատթեոս ավետարանի 2-րդ գլխի 3-րդ խոսքում գրված, եւ երբ որ Հերովդես թագավորը լսեց, շփոթվեցավ եւ բոլոր Երուսաղեմը նրա հետ։ Երբ որ լսեցին Փրկչի ծննդյան մասին, Երուսաղեմում Բեթլեհեմում գրված է Երուսաղեմում եղող թագավորը Հերովդեսը եւ ամբողջ Երուսաղեմը ինչ եղավ, շփոթվեցին, խառնվեցին իրար։ Ինչի համար, որ իրանք մտածում են, որ իրանց գահը պետք է ժառանգի Տեր Հիսուս Քրիստոսը։ Երկրորդ կարգի մարդիկ, մոգերն էին, որ հեռու արևելքից էին եկել, այն աստղը, որ իրանք արևելքում տեսել էին, այդ աստղը իրանց առաջնորդում էր, եւ գրված է համար 10 խոսքի մեջ Մատթեոս 2-րդ գլխի։ Երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով ուրախացան շատ։ Մեծ ուրախություն էր, համել շատ ուրախացան։ Եղբայրներ քույրեր, Տերը թողորնի, կարելի ասել, այս ծև երկու կարգի մարդիկ են, հիմա էլ այդ ծև են, որոնք լույսն են սիրում, գնում են լույսի մեջ, որ իրենց գործերը երևա Տիրոջով, եւ նրանք, որ մերժում են լույսը, ինչպես այդ մասին գրված է Հովաննու 3-րդ գլխի 19 խոսքի մեջ, եւ սա է դատաստանը, որ մարդի որդին եկավ, եւ նրանք ինչ արեցին, մերժեցին նրան, որովհետեւ լույսը չսիրեցին, որտեղ իրենց գործերն ինչ էին, խավար էին։ Աստված թողորնի, եղբայրների բերած երկու օրինակներն էլ դրա մասին է վկայում։ Արմեն եղբոր բերած օրինակը Ղուկաս ավետարանի 4-րդ գլխի այդ գադարացիների երկրի ժողովուրդը, ուրեմն գադարացիների երկրի ժողովուրդը, որ 8-րդ գլխի կներեք, Ղուկաս 8-րդ գլխի գադարացիների երկրի ժողովուրդին, որ Տեր Հիսուսը ծովը կտրել էր, անցել էր մյուս կողմը, այդ մի անձնավորության համար, որ փրկեր նրան, որտեվ չարաչար տանջում էին իրան թևերը, լեգիոն 2000 թև մտել են այդ անձնավորության մեջ եւ չարչարում տանջում էին նրան, Տեր Հիսուսը այդ մի հոգու փրկության համար ծովը կտրեց անցավ մյուս կողմը եւ այդ անձնավորությանը ողորմություն արավ, բայց այդ մարդիկ, այդ մասին Ղուկաս 8-րդ գլխի 37 խոսքի մեջ տեսեք ինչ է գրված։ Եվ գադարացիների շրջակայքի բոլոր բազմությունը աղաչեցին նրան, որ իրանցից գնա, որ մեծ ահով բռնված էին, եւ նա էլ մտավ նավը, հետ թռավ։ Սիրելի եղբայրներ քույրեր, մի հոգու համար եղբայրներն էլ լսեցին, փրկության ավետարանը անհատի համար է, բազմության համար չի։ Քարոզումը բազմության մեջ, բայց անհատի համար է, որ մի հոգի փրկվի, մի հոգու համար է, ոչ թե ասենք ոնց որ բոլորը նենցել ես, կոնկրետ քո համար է քարոզում, կոնկրետ, ով Աստծո ստեղծած անմահ հոգի, որ ստեղ ես, եւ դեռ չես ճաշակել երկնքի արքայության համը, եւ դեռ չես հանդիպել Տեր Հիսուս Քրիստոսին, եւ այդ կյանքին դեռ հաղորդ չես եղել, ավետարանի լույսը հենց քո համար է քարոզում։ Դու մի ասի կողքերս ոնց կլինի, ոնց է ժողովուրդը տենցել ես, չէ, կոնկրետ քո համար է։ Եվ տեսեք, այդ ազնվորությունը, որ թիվահար էր, այնտեղ չարաչար տանջում էր, այդ ամբողջ բազմությունն ինչ արեցին, մերժեցին Տիրոջը, բայց այդ մի հոգին ինչ արեց, ընդունեց իրան, ընդունեց ավետարանի լույսը։ Երկրորդը, սա այն մարդիկ էին, որ չսիրեցին լույսը, սա այն մարդիկ էին, որ մերժեցին Տիրոջը։ Երկրորդը Վարդան եղբոր բերած օրինակը Սամարացիների քաղաքը, երբ որ այս կինը կյանքի ջուրը, ոչ թե իր կժի ջուրը, իր ուժը մոռացել էր ջրի աղբյուրի մոտ գնացել էր, այլ կյանքի ջուրը տարավ եւ տարածեց Սամարիայի միջով, Սամարացիները եղբայրներ քույրեր, ուրեմն Հովաննու 4:40-ում գրված է. Արդ երբ որ Սամարացիները նրա մոտ եկան, նրան աղաչեցին, որ իրանց մոտ մնա եւ 2 օր մնաց անտեղ։ Սրանք սիրեցին Տեր Հիսուսին, ընդունեցին Տեր Հիսուսին եւ աղաչում էին, որ իրանց մոտ մնա։ Իսկ նրանք գադարացիները աղաչում էին, որ իրանցից ինչ անի, հեռու գնա, իրանցից մեկդի գնա,
որտեվ չսիրեցին լույսը, սիրելի եղբայրներ քույրեր։ Իսկ սրանք կյանքը ընդունել էին, այդ կնոջն ասում են մենք այլևս քո խոսքի համեմատ չէ։ Մենք ինքներս համոզվեցինք, որ ինքն է Քրիստոսը, եւ նրանք, որ սիրեցին Տեր Հիսուսի հայտնությունը, աշխարհ գալը, աղաչեցին, որ իրանց մոտ մնա։ Եվ իմ կարծիքով, սիրելի եղբայրներ քույրեր, բոլոր մարդկանց մոտ էլ դրանց է, ովքեր ում որ սիրում են, չեն ուզում որ իրանցից բաժանեն, չեն ուզում որ իրանցից հեռու գնան, ուզում են որ միշտ իր մոտ մնան, ինչպես Հովանու ավետարանի առաջի գլխի 11-ից 13 խոսքերի մեջ, Հովանու ավետարան առաջի գլուխ 11-ից 13 խոսքերի մեջ գրված է. Իրաններին եկավ, իրանները նրան չընդունեցին, հրեաներին եկավ, հրեաները մերժեցին, բայց ովքեր որ ընդունեցին, նրանց Աստված իշխանություն տվավ Աստծո որդիներ լինելու, նրանց որ նրա անունին հավատում են, որոնք ոչ մարմնից, ոչ արյունից, ոչ մարդու կամքից, այլ Աստվածանից ծնվեցին։ Տերը թող որ սիրելի եղբայրներ քույրեր, բոլոր նրանք, ովքեր ընդունեցին, վերստին ծնվեցին, Աստվածանից ծնվեցին, ոչ թե մարդու կամքով, ոչ թե արյունից, ոչ թե մարդուց, այլ Աստվածանից, երկնքից ծնունդ առան, վերստին ծնունդ առան, այս են բոլորն էին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Իհարկե, մեր ժողներին սպասում է հավիտենական դատապարտություն, բայց Աստծո որդու հայտնությանը սիրողներին ինչ է սպասվում։ Այդ մասին Գագիկ եղբայրը ընթերցեց։ Երկրորդ Տիմոթեոս կներեք 4-րդ գլխի 7-րդ խոսքը։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, էլ ինչ է մնում։ Էլ ինչ էր մնում Պողոս առաքյալին։ Հիմա Աստծուն սիրողներին, որ իրանց երկրավոր կյանքը ամբողջովին ընծայել են Տիրոջը, Տիրոջով են ապրում, ուրախանում են իրանով, չեն ուզում իրան ներկայությունը գնա իրանցից, ինչ է սպասում։ Ասում է, այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրումը արդար դատավորը։ Պողոս առաքյալը խոստովանում է, որ ոչ միայն իրան, այլ այն ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Պողոս առաքյալն ուզում ասում է ոչ միայն իրան կտա, այլ մեզ էլ, որ սիրեցինք նրա հայտնությունը։ Ով որ սիրել է իր հայտնությունը, ով որ ուրախանում է փրկչի ծնունդով, ով որ ընդունել է նրան որպես իր Տերը եւ Փրկիչը, ով որ ընդունել է որպես կյանքը իր, ինքը վերստին ծնունդ ունի, ու այդ երանությանն է սպասում, այդ գեղեցիկ օրվանը, որ Տերը երկնքում պետք է պսակ տնի իր գլխին, այդ անթառամ պսակը, այդ հավիտենական պսակը, տեսեք երկրի վրա սպորտսմենները, մարզիկները մարզում են մի հատ ապականացու պսակի համար, չէ, որ անցողի կա, բայց այս պսակը անապական է, հավիտենական է, եւ Տերը կտա բոլոր նրանց, ովքեր սիրեցին նրա հայտնությունը, Աստված օրհնի։ Հիմա մի երգ երգենք, երգի ընթացքում թող